Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները դիտում ու քննարկում հեռուստասերիալի հերթական սերի։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես ինչ ճակատագրերի են արժանանալու Գոռն ու Սառան, Էլկան ու Արմանը։ Արմանը կարծեք թե դեռևս մեկ գործից չպրծած հայտնվում է մեկ այլ ավելի բարդ գործի մեջ։ Նա հաստատ մեղադրվելու է Միսակի սպանության մեջ։ Դիանան այնպես կազմակերպեց ամեն ինչ, որ ոստիկանությունը հայտնվեց հենց այն ժամանակ, երբ Արմանը ներսում էր։ Հնարավոր է, որ Արմանը բոլորովին էլ ներսում չլինի, սակայն ապացույց նրա անձնագիրը այնտեղ է։ Եվ առաջին կասկածյալներից մեկը լինելու է Արմանը։ Արդյոք Արմանի հայրն այնքան ուժ կգտնի իր մեջ, որպեսզի որդուն դուրս բերի բանտից և ասի ճշմարտությունը։ Հատկապես հիմա, երբ Ռեբեկան նամակ է թողել պապիկին և պատմել ողջ ճշմարտությունը։ Ինչ է սպասվում այսուհետ, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան սերիաները դեռ առջևում են։ Շատ շուտով հեռուստասերիալում նոր կերպար է հայտնվելու։ Ով է նոր կերպարը, ում է մարմնավորելու և որ սիրված դերասանն է լինելու նոր կերպարը, կիմանաք շատ շուտով։ Նշենք, որ ամենաինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու Գոռին ու Սառային միասին։ Գոռը ոչ թե չի սիրում Սառային, այլ հակառակը։ Նա այնքան մեծ սեր է տածում Սառայի հանդեպ, որ ամեն ինչ անում է, որպեսզի Սառային ոչ ոք չվնասի։ Նա շատ լավ գիտի, որ եթե Սառայի կողքին լինի, ապա Դիանան ամեն ինչ կանի, որպեսզի վնասի նրան։ Հենց այդ պատճառով էլ նա իրեն հեռու է պահում, որպեսզի Դիանայի ձեռքերը չհասնեն Սառային։ Սառան բնականաբար իրեն վատ է զգում, բայց շատ շուտով ամեն ինչ հերթականությամբ պարզվելու է և Սառան ու Գոռը միասին են լինելու, ինչպես նաև Արմանն ու Էլկանը։ Իսկ Ռեբեկայի կյանքում հայտնվելու է նոր մարդ, ով կփոխի իր կյանքը այն բանից հետո, երբ իր կյանքին կցանկանա վերջ դնել։ Իսկ ով է բոլորին վերջապես ինձ մոտ ստացվում է ավելի շուտ քնել և ավելի վաղ արթնանալ։ Ես այսպես ուզում եմ ինձ համար ռեժիմ սահմանել, ինչը շատ կարևոր է, դա էլ հնարավոր չէ առանց անհարմարությունների։ Այսինքն մի փոքր քեզ պետք է նեղություն տաս, որ դա կարողանաս իրականացնել։ Եվ այսպես արթնացել եմ 8:30, հասցրել եմ գնալ Զումբայի պարապմունքի։ Ես հասկացել եմ, ինձ գրավում է ոչ թե հենց բուն պարը, այլ այն խելահեղ էմոցիաները, որ այնտեղ ստանում եմ, ժողովուրդ դուք չեք պատկերացնի այդ պարապմունքի ժամանակ ինչա կատարվում։ Ես չեմ կարող նկարագրել բառերով։ Կեսից ավելանում է բաչատան, արաբականը, հնդկականը, բայց այդ ամեն ինչը ինչ-որ ուրիշ ակտիվության մեջ և ուրիշ էմոցիաներով, միմիկաներով, ձայներով, չգիտեմ, ովքեր մասնակցել են կհասկանան։ Մի խոսքով այսօրվա տրամադրությունս ապահով Ինչ լավ հետևորդներ ունես Էմմա ջան, մի քանի սեկանի մեջ դարձան 20,000։ Արի հաճախ նկարենք, հա, վիդեոներ։ Դու ինչ շահագործում ես։ Ճիշտ եմ հասկացել։ Լավ, բայց եթե լուրջ սպասեք նոր հետաքրքիր վիդեոների։ Ես եմ, էսը Լևոնն է։ Ուտի ծողս։ Նախորդ ստորին շատ լավն էր, ուղղակի ափսոս ֆիլտր էի օգտագործել ու Էմմայի դեմքն ամբողջովին փակվել էր։ Այ դրա համար կնկարենք քեզ Ադրինե ջան առանց ֆիլտրի։ Այո։ Մենք չունենք նման կոմպլեքսներ։ Այնպեսին է, ինչպեսին էկրանը։ Միշտ։ Լավ, իսկ դու գիտես մեզ քանի տեսարան է մնացել։ Եկավ մեզ բաժանեց։ Առանց դա ես գալիս խանգարում եմ։ Ուր գնաց։ Դու գիտես մեզ քանի տեսարան մնացել այսօր նանա։ 16։ Դու մտածի, ես մի քանի տեսարան եմ ունեցել, հիմա էլ ազատ։ Այո, ես երեքանից ծանր գրաֆիկով աշխատում եմ։ Սիրով ձեզ համար։ Մի հատ տեղը հանեմ էլի։
Ծտի դարդերը։ Հո, ջանից տորտ։ Զուտ ֆիլտրում ֆիլտրի։ Իրականում ավելի լավացի։ Չպետք է չի բոլու։ Տոնց սպորտոց բանկս։ Տեսել ներել։ Շատ եմ քեզ խանգարել ասել։ Ինչ չէ, Ռեբեկային հա։ Լավ։ Բարի օր բոլորին, նկարահանումները շարունակվում են։ Տեսեք, Էման գնում է։ Այն մարդը, ով քիչ չի, դուք թխվածք եք ուտում։ Հետո այդքանը տեղադրել եք սթորիում։ Չեք մտածում, որ ես կտեսնեմ։ Բացարձակ չէինք մտածում, որովհետև մենք առավոտը ժամը 9-ից նկարահանում ենք, ուր ես աղջիկ գայր ու տեիր թխվածքը։ Ես հենց դրա համար եմ եկել։ Ես չեմ կռիվանում, ես ընդհանրապես չեմ կերել։ Այսօր գիտես ինչ էի մտածում։ Օրինակ մենք որ առավոտյան ճամպրուկով դուրս ենք գալիս տնից ու հետ գնում։ Հարևաններն ինչ են մտածում։ Իմ հարևանները վաղուց սովորել են։ Իսկ ես նոր եմ տեղափոխվել այդ շենք։ Երևի մտածում եմ, որ կամ իմ հայրական տունն եմ լքում ամեն օր, կամ բաժանվում Գնում եմ հարսը չեն ընդունում հետ են ուղարկում ճամպրուկով հետ է գալիս։ բաժանվում հետ եմ գալիս։ Իրոք հետաքրքիր է։ Քանի որ վատ չէր լինի, բայց ես հիմա չեմ կարող քնել, որոշեցի հոլովակի միջոցով որոշ հարցերի պատասխանել։ Նրանք, ովքեր մատնահարդարման հետ կապված հարցեր էին ինձ ուղղում, ասեմ, որ մոտ 9 ամիս կլինի, ես միայն մանանի մոտ եմ գնում եղունգների հարդարման, թեպետ միշտ էջը նշում եմ նրա, բայց հոգ չէ, կտեղադրեմ այստեղ։ Ես ճիշտն ասած այսպես եմ ստուգում, մակերեսը հարթ է թե ոչ, պետք է պահել լույսի տակ եւ շարժել ու լույսը պիտի նույն ուղղությամբ գնա։ Դա նշանակում է, որ մակերեսը հարթ է եւ ծուռ չէ։ Ինչ ասեմ, նշեմ, որ բոլոր նյութերը ախտահանվում են, ինչքան որ այս աշխարհում ախտահանելու ձև կա, դրանք կիրառվում են եւ նյութերի միջոցով եւ դրվում են հատուկ այդ սարքի մեջ, ինչքան որ պետք է, հետո, եթե չեմ սխալվում, եթե անունը ճիշտ եմ ասում, գրաֆտ պարկերի, հա։ Քանի որ նախորդ սթորիից հետո հետաքրքիր արձագանքներ եղան, ես որոշեցի շարքը շարունակել եւ թողիմ այս վիճակը գոնե իր օգտակար կողմերն ունենա։ Եվ այսպես դիմահարդարման պարագաներ ու իմ ամենասիրելին, որ բաղկացած է 4 գույնից, ամեն մեկը մի գործառույթ է կատարում, աղջիկները հասկանում են, որը ինչ։ Սկրին արեք, եթե հետաքրքիր է։ Անցանք առաջ, օգտագործում եմ սովորական Golden Rose ֆիրմայի թռչաներկ, չնայած այսօր շատ եմ քսել, որովհետև մտածում եի գոնե այդ ձևով կարող եմ աչքերիս արտահայտությունը ետ բերել, բայց ոչինչ չօգնեց։ Երևի կիսափակ աչքերով եմ այսօր նկարվել, դե լավ, դա հետո կտեսնենք։ Օգտագործում եմ L'Oreal-ի Infallible տոնային քսուկը, 125 եւ 130 համարները խառնում եմ իրար եւ նույն ֆիրմայի քողարկիչ